Ժողովրդավարության հետ կապված եվրոպացիները ասում են աչք են օրինակ ձեր իշխանության բոլոր այն վատ արարքների վրա, որի ժամանակ էլ նախին իշխանությունների ժամանակ աղմկում էին, ակցիաներ էին անում, իսկ ձեր դեպքում Եվրոպան կարծեք թե աչքերը փակ է, ակաժները փակ է, ոչ խոսում են, ոչ բարձրաձայնում են բռնությունների, կալանավորումների հետ Տեսեք, երկու տարբեր կարծիք։ Դուք ասում եք, որ եվրոպացիները աչք են փակում, իսկ դուք ասեցիք, որ անգամ եվրոպական հասարակական կազմակերպություններ կամ եւ այլն, տեսեք, հիմա արձագանքում են, թե չեն արձագանքում, սա մեկ, երկրորդը, ես կարծում եմ, որ արձագանքելու համար հիմք է պետք, երբ որ որևէ մարդ, օրինակ, որևէ մարդու ապօրինի են ենթադրենք բանտարկում, բնականաբար շատ նորմալ է, որ արձագանքեն։ Իսկ որևէ մարդու, երբ որ հիմնավոր են բանտարկում, բնականաբար ինչ արձագանք է այդ դեպքում։ Իսկ ուրեմն իմ կարծիքով, դա իմ կարծիքն է, առավել քան հիմքեր եղել են, որովհետև երբ որ ես տեսնում եմ օրինակ հայտարարությունները եւ այլն, դրանք եւ դրանք համեմատում եմ մեր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հետ, ես տեսնում եմ, որ ապօրինություն երևի թե կլիներ հակառակը։ Ժողովրդավարական է եկեղեցուց քաղաքացու բերանը փակելով ուժային կառույցի ներկայացուցիչները դուրս հանեն։ Ես կարծում եմ ժողովրդավարությունը այն իրավիճակն է, երբ որ օրինակ միտեղ 1000 հոգի հավաքվում են, օրինակ մեկը չի կարող գալ եւ իր կամքը պարտադրել 1000-ին։ Ավտորիտարիզմը, կներեք, ներողություն, ավտորիտարիզմը ձեր ասածն է։ Ավտորիտարիզմը սա է, երբ որ 1000 հոգի օրինակ փաթարոքի են մասնակցում, մեկը գալիս է եւ իր կամքը թելադրում է այդ 1000 հոգուն, խանգարում է պատարակը, խանգարում է մարդկանց եւ այլն։ Ժողովրդավարությունը ասում է, որ այդ ժամանակ պետքա այդ մարդուն ուղեկցես դուրս, ինչպես արվում է, որպեսզի մնացած 1000 հոգու, 2000 հոգու, 5000 հոգու շահերը պաշտպանվեն։ Ցանկացած պարագայում, երբ որ օրինակ հիմա մենք օրինակ ենթադրենք ունենք մարդիկ, որոնք որ ինչ որ հանցանքների համար դատապարտված են, ասենք օրինակ մարդ է սպանել։ Ինչի է դատապարտվել, որովհետև հանրության շահը ավելի կարևոր է, քան այդ մեկ անձի շահը։ Նույն բանն է, հանրության շահը։ Հիմա դուք կներեք, օրինակ կարող է որևէ մեկին հարմար լինի, կներեք էլի, իր բնական կարիքները օրինակ ճանապարհի մեջտեղում հոգի։ Հիմա պետությունը պետքա գործի այդ դեպքում, թե չէ, որ ինչն է կարևոր, մնացած 1 միլիոն մարդու հանրային շահը, թե այդ մեկի իր մտքով անցածը։ Պետությունը այդ դեպքում, կներեք, ոստիկանությունը այդ դեպքում գնում է այդ մարդուն, ասում որ դու ստես բան չես կարող անել, ուղեկցում այնտեղ որտեղ թե համար նախատեսված է, մի հատ էլ տուգանում է, որովհետև չնայած այն հանգամանքին, եթե ձեր ասածի մեջ կլիներ տրամաբանություն, եթե այդ պահին կներեք ինձ խանգարում են, օրինակներ եք բերում, որոնք այդ դեպքի հետ առնչություն չունեն, օրինակ ինչի չի հեռացվում, երբ որ մեկ այլ քաղաքացի, ինչի չի հեռացում, երբ որ մեկ այլ քաղաքացի ասում է Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչի չի հեռացվում այդ քաղաքացին։ Ուրեմն ես մասնակցել եմ բազմաթիվ պատարակների, հատկապես վերջին շրջանում 3 պատարակի վազակայել եմ, մնացած պատարակներին մասնակցել եմ եւ լսել եմ աղմուկ միայն, ես կարևոր նաեւ բան կասեմ, միայն կազմակերպված մարդկանց կողմից, ավելին ասեմ, ուրեմն սիրելի հայրենակիցներ, խորանի կողքը սովորաբար մեր ընդդիմադիր շատ սիրելի լրագրողները գալիս են, իրենք շատ լավ գիտեն, թե երբ է լինելու աղմուկը, ուրեմն մի ինչ որ պահից իրենք կանգնած են, ոչ մի բան չեն անում, հետո ինչ որ պահի բոլորը հանում են իրենց ուրեմն հեռախոսների տեսախցիկները միացնում են, ու այդ արդեն գիտենք, էլի շուտով սկսելու է աղմուկը։ Եվ մոտավորապես 1 րոպե հետո մի աղմուկ, եւ երբ որ այդ թամաշան ավարտվում է, մեր լրագրողները անջատում են իրենց հեռախոսները, մի մասը եւ հիմնականում պատարակը թողած գնում են։ Այդ ամեն ինչը տեսնում եք, իմ ասածը չտեսեք, որ մարդեր կա, գոռում է Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, կազմակերպված նրա համար է, որ ձեզ ցույց տան, այս հիբրիդային հարձակումը դա է, այդ դրա համար է պետք գիտելիքներ եւ այլն, որպեսզի մենք թույլ չտանք, որպեսզի որոշ լրատվամիջոցներ կարողանան ձեզ կտոր առանձին իրենց համար սարքած, իրենց կողմից սարքած կտորները այնպես մատուցեն, թե ձեզ թվա, թե այդտեղ մի
Իսկ թեման ինչն է, ոչ թե մեծ է։ Իսկ թեման ինչն է, նույն տարածքում խոսքը դա է։ Չի տեսել։ Չի տեսել։ Պարոն Պապոյան, դուք ասացիք, որ այդ փորձը կարող է օգտակար լինել։ Հիմա այդ փորձի փոխանակման համար Հայաստանը օրինակ քննարկումներ կամ բանակցություններ ունի եվրոպական կողմի հետ։ Ես սկզբում ասացի, որ ես այդպիսի քննարկումների չեմ մասնակցում, հետեւաբար չեմ կարող հաստատել կամ մերժել։ Բայց ես ասացի, որ այդպիսի որպես դիրքորոշում, որպես process ես նորմալ եմ համարում։ Եթե անգամ չկա, նորմալ կհամարեմ, որ լինի, եթե կա, էլի նորմալ է։ Իսկ դա չի լինի օրինակ միջամտություն Հայաստանի ներքին։ Մայլ Եմեն միջամտություն։ Ոչ, որովհետև տեսեք, նախ ինչ նկատի ունենք միջամտություն ասելով։ Եթե մոտավորապես այսպես է իրավիճակը, եթե ինչ որ մեկը եկել է ձեզ ծեծի ու դուք ոստիկանություն եք դիմում ու ասում եք այս մարդը ասենք ահաբեկիչ է ուզում է ինձ սպանի կամ ծեծի այդ դեպքում դա եթե դուք համարում եք որ դա ձեր ներքին ընտանեկան կյանքին միջամտություն է միգուցե ես կարծում եմ որ եթե դա միջամտություն է այո ես այդ միջամտությունը հաստատում եթե միջամտություն չէ եթե մենք Եվրամիության Ես ասում եմ, լավ, մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Դուք բնակարան եք գնել, տեղափոխվել եք եւ ձեր վերևի եւ ներքևի հարևանը շաբաթը 7 օր, 24 ժամ աղմկում է եւ չի թողնում ձեզ այլ երկրի դուք օրինակ իրավունք ունեք, ենթադրենք հայցելու որևէ պետական իրավական մարմնի աջակցություն, որպեսզի թողի որ դուք քննեք։ Պետական մարմնի այո, բայց այստեղ Եվրամիության մասն է ես հարցնում եմ։ Սա ես համարում եմ, որ եթե որպես խորհրդատվություն, որպես աջակցություն, դա մի իրավ, այսինքն պետք է խնդիրը նայել այսպես։ Եթե մի կողմում նժարի վրա հետևյալն է, երկրի ինքնիշխանությունը կորցնելը, երկրում ուրեմն ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելը եւ ձեր ասածը, այո, ակնհայտորեն ես կնախընտրեմ դա, որպեսզի բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը որևէ մեկին չհաջողվի։ Դուք չեք բռնությամբ իշխանություն վերցնում, պարոն Պապոյան։ Այն ուժերը, որոնք որ կփորձեն այդպիսի բան անեն, բնականաբար ժողովրդավարությունը իրեն պետք է պաշտպանի եւ համապատասխան գիտելիքներ, մեթոդներ եւ ֆինանսավորում դրա համար եւ գործիքակազմ պետք է ունենա։ Օրինակ Վրաստանը, պարոն Վրաստանը Եվրամիությունը։ Դա ձեր մոտեցումն է, կարծա։ Կարող լինի, հարցնում եմ։ Ինչ առումով։ Տեսականորեն բոլոր տեղերից չեմ բացառում։ Ինձ համար կարևորը հետևյալն է, որ մեր ինքնիշխանություն ժողովրդավարությունը որևէ արտաքին ուժից չվնասվի։ Այսինքն այստեղ իմ համար էական չի, իսկ ցանկացած արտաքին ուժ, որը կուզենա մեր երկրում ժողովրդավարությունը եւ ժողովրդի ձեռքից իշխանությունը խլել, ինչ տարբերություն իմ համար ինքը որտեղից է։ Իմ համար մեկ է։ Հիմա Եվրամիությունը ոչ մի ձև չի հարմարվում Վրաստանի գործող իշխանությունների ընտրությամբ եւ գիտենք նաեւ Ես չեմ ուզում մտնել մատի եւ մատանու արանքը։ Ես ինչ գործ ունեմ Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունների հետ։ Որը ես ասում եմ Վրաստանի իշխանությունների հետ ակտիվ աշխատում եք։ Ես մատի եւ մատանու արանքը բացարձակ չեմ ուզում մտնել։ Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունները թողենք Եվրամիության եւ Վրաստանի ժողովրդի։ Ադրբեջանական նավթամթերքի Հայաստան ներկրման օրակարգից բանակցությունների շնորհիչներ կա, պարոն։ Այն ինչ որ հաստատել եմ ես ազատությանը, այս բանը ավել բան չկա, եթե լինի առևտրային գաղտնիք է, չեմ կարող ասել։ Այսինքն ընկերությունը ապրանք է ներկում եւ դա Ես դա իրանցից հարցրեք բոլոր ընկերություններին, թող իրանք հաստատեն կամ չէ։ Ես դրա դիմավորել եք որ ընկերություններ բերել Դրա մասին մենք պարզաբանել ենք Բաղրամյանի ավերաղաց, բայց շարունակվում է, ճանապարհին կա։ Երկրորդը եկել է, դե գիտեք դրա մասին, ճանապարհին հիմա նոր խմբականակներ կա։ Կգա ես տոննաներով
կհրապարակեմ։ Այս պահին դրանից ավել չեմ կարող ասել։ Երբ որ գա դրա մաս, այո, կգնամ կդիմավորեմ։ Նավթամթերքը Այս պահը ծորենից բացի Հայաստան-Ադրբեջանով ինչ է ներդրվել կա։ Հայաստան-Ադրբեջանով Ադրբեջանի տարածքով։ Հա, երկաթուղով իմ տեղեկությունները միայն ծորեն։ Իսկ բանակցություններ բացի նավթամթերքից ուրիշ ինչ-որ ապրանքով տեսակներ։ Իմջանոց քննարկել ենք, դա հնարավորությունը կա, բաց է, բայց բանը ավելի այս պահին ավելի արդյունավետ է համարվում ցամաքային արտահանումը։ Այնտեղ նկատի ունենք այդ ավելի անվտանգ է ապակե շշերի տեղափոխման համար, նու բիզնեսը համարում է, որ կոնյակի արտահանման համար շշալցված տարբերակը ավելի ցամաքային Վրաստանով ավելի այս պահին գոնե ավելի նպատակարար է, բայց այդ հարցը քննարկվել։ Պարոն Պապյան, Եվրամիության անդամակցության հայտ, այսպես ասած, որտեղ կարծես թե եվրոպացիք շտապում են, որ այդ հայտը ներկայացվի, ինչ մտադրություն կար եւ ինչպես գիտենք, նորից օրենքը ասել է, որ անհամատեղել է ԵԱՏՄ եւ Եվրամիություն այս մասով ինչ կա, այսինքն անդամակցության հայտ Հայաստանը պատրաստում է, որ պետք է ներկայացնի, թե դեռ այդ օրենսդրությունը։ Ես կարծում եմ ձեր հարցը ԱԴՆ-ին պետք է ուղղակի ես այդ հարցով չեմ զբաղվում։ Երեք Նարեկ Կարապետյանը ձեզ էր արձագանքել նաև թիվս մյուս Դե ես արձագանքել եմ, ես կարծում եմ, որ բավարար արձագանքել եմ, շատ բավարար եւ իհարկե հասկանում եմ մեր լրատվամիջոցների կողմնակալ մոտեցումը, երբ որ Նարեկ Կարապետյանի ուրեմն հոլովակը դուք ձեր էջերում դնում եք, ձեր կայքերի, բայց Գևորգ Պապոյանի պատասխանը երբեք չեք դնում։ Չէ, ես հիմա ուղիղ ասում եմ։ Դա ձեր ընտրությունն է, ես արդեն բավարար չափով անդրադարձել եմ դրան եւ ես հպարտ եմ իմ կենսագրությամբ, ես հպարտ եմ, որ ծնվել եմ մի ընտանիքում, դասախոսի եւ ուսուցչի ընտանիքում եւ այո, լավ եմ սովորել, ես քիչ առաջ էլ ասացի, 5-երով եմ սովորել, այդ թվում ինձ 5 նշանակողներից մեկն է պարոն Ավետիսյանն է, ուրեմն կներեք շարունակեմ, ես լավ եմ սովորել եւ դրա հետևանքով աշխատել եմ ուրեմն տարբեր զուգահեռ ամբողջ կյանքում եւ դասախոսական աշխատանքով մասնավոր պետական, այո, սկսել եմ ներքևից, մարքեթինգի մասնագետ, բաժնի պետ, փոխտնօրեն, հետո падգամավոր, հետո մշտական հանձնաժողովի նախագահ եւ նախարար եւ այո, այնպես չի եղել, որ ծնվել եմ մեծացել եմ, ծնվել եմ, հաց եմ կերել, հետո էլի եմ հաց կերել, կներեք, ասեմ, ես եւ ի տարբերություն ձեր նշած անձի, պարզապես չեմ ծնվել, հաց չեմ կերել, էլի հաց չեմ կերել ու մի անգամից գործարանի տնօրեն չեմ դարձել։ Հիմա էդ այդ մարդու բախտն է, որից ոչ մեկս չունի իմիջայլոց։ Բայց քպականների մեջ կան անձիկ, որոնց կենսագրությունը սկսում է 2018-ից։ 4-րդ կարգի ցորենի հացը վերջապես կերավ, թե չէ։ 4-րդ կարգի ցորենը չի եղել է 3-րդ կարգի ցորեն, բոլորս այդ հարցը կերել ենք։ Այդ 2000 տոննա ցորենը, սիրելի հայրենակիցներ, դա մեր մեկ օրվա եւ մի քանի ժամվա սպառումն է, ամբողջ Հայաստանի բնակչությունը այդ հացը կերել ենք, վերջացրել ենք, այդ ինչ որ մի օրվա ձեր կերած լավաշը կամ բուխանկան Նարեկ ջան, այդ հացից է եղել։ Այնպես որ ես էլ եմ կերել, դու էլ ես։ Պարոն Պապոյան, դուք հիմա ասում եք հաց եք կերել, մեծացել։ Է, պարոն Պապոյան, թե ավելի այս նոր խմբականակը որ գալիս է, էլի նույն 3-րդ կարգն է եւ նույն քանակի։ 3-րդ կամ 2-րդ։ Նույն քանակի էլի 2000 տոննա։ Ավելի շատ։ Իսկ Պարոն Պապոյան, հեղուկ գազը թանկացել է, հարվածից դարձել է շուրջ 200 դրամ, սա ինչով է պայմանավորված։ Չեմ կարող ասել, շուկայական մրցակցային կանոններ են գործում, եթե պրոբլեմ տեսնենք, եկեք ընդունենք հրապարակային, թող սպառողների իրավունքների պաշտպանության տնտեսական մրցակցության հանձնաժողովը այս հարցը դիտարկի, եթե ես ուղիղ խնդրում եմ հիմա իրենց, եթե կա այդպիսի հարց եւ դա քննարկելի է, անպայման խնդրում եմ Վարույթ Հարությունյան եւ այդ հարցը բացառել։ Ճիշտ եմ հասկանում, օրինակ դուք նույն էլեկտրոմոբիլների այդ արտոնությունը որ տվել է ԵԱՏՄ-ն, դուք այսպես ասած դա գովերքում եք ԵԱՏՄ-ի հետ աշխատանքը, բայց ընտրությունների մասով ապավինում եք Եվրամիությանը, ճիշտ եմ հասկանում։ Այստեղ երկու աթոռի նստելու է։ Ինչպես են ընդունել օրինակ ԵԱՏՄ-ը։ Ես բոլորի հետ շատ լավ եմ աշխատել։ Որ ես վատ աշխատեի որևէ մեկի հետ, ոչ մեկ մեզ Եվրոպայում էլ, Ռուսաստանում էլ ոչ մի բան չէր տա։ Ես շատ լավ եմ աշխատում, ես գիտեմ ում ինչ պետք է ուզեմ,
եւ ինչ պետք է դրա դիմաց տալ, որպեսզի դա ստանա, եւ ես այդ ամեն ինչը անում եմ նրա համար, որ մեր ժողովրդին հնարավորինս լավ լինի։ Այսինքն եթե դուք չընտրվեք, նշանակում է ինչ որ մի կենտրոնից միջամտել են ընտրություններին, ճիշտ եմ հասկանում։ Եվ ինչու եք եթե այդպես վստահ եք, որ հաղթելու եք, ինչու եք այսպես բոլոր ձեր ընդդիմախոսներին կալանքի տանում եւ այլն։ Ինչն է սա պատճառը։ Հաղթելու վստահ լինելը եւ հանցագործության մեջ մեղադրվող անձանց օրենքով նախատեսված process-ները չկատարել ինչ կապ։ Այսինքն եթե մենք վստահ ենք, որ հաղթելու ենք, անգործության մատնվեն մեր իրավական մարմինները, ասենք երկրում ով ինչ ուզի անի, բա ձեր անվտանգությունը, բա մեր անվտանգությունը, բա մեր երեխեքի անվտանգությունը, բա ասենք բաները ինչ էր անում, մեր ձևով եկեղեցին պաշտպանելու համար ինչ է արել։ Դե ես կարծում եմ, որ լեզվաբանները ասում են, որ դա ես կարծում եմ, որ քրեական գործում բավարար չափով նկարագրված ամեն ինչ, ես հիմա ոչ փաստաբան եմ, ոչ քննիչ, ոչ էլ դատախազ, որ միջամտեմ այդ։ Պարոն Պապոյան, Հայաստանը ապագայում ձեզ նույն դատավորները դատեն։ Նորսական Մարտիրոսյանը, Մասիս Մելքոնյանը, եթե առաջիկայում բայց ինչի պետք է դատեն, եթե ես որևէ բան չեմ։ Դե ինչ գիտեք Պարոն Պապոյան, եւ ես մաս եկեք ավարտենք։ Քաղաքականությունն է կարևոր, թե քաղաքական հարաբերությունները։ Ես այդ հարցին ում որ առաջ անգամ այդ հարցը տրվել է, ինքը պատասխանել է եւ ես ավելացնելու բան չունեմ։ Ես այո, պատասխանվել է եւ ավելացնելու բան չունեմ։ Այն ինչ որ ասվել է, ասվել է։ Ուղղակի քպականների մոտ սովորություն է ուրանալ իրենց խավորներին, օրինակ նույն Հայկ Կոնջորյանը։ Ես չգիտեմ ով ինչ է եւ այլն, այդպեսի բան նախ դա ձեր գնահատականն է, այդպես չի, այդ նախ այդպես չի եւ երկրորդը դա ասացի։ Չեմ ուզում ավելացնեմ որևէ բան, որը այդ իրավիճակի վրա ես այդ թեմայով որոշել եմ չխոսել, խոսել են մարդիկ, հարցատրվել, պատասխանել են, շարունակեմ կլռեմ, որովհետեւ իմ կարծիքով այդպես բավարար պատասխաններ տրվել։ Պարոն Պապոյան, բայց մի հարց էլի այդ վառելիքի հետ կապված հիմա որ ասացիք բերվում այդ նոր խմբականակը Հայաստանը պարբերաբար պատասխան առաջարկներ հնչեցնում, որ նաև Ադրբեջանը օգտվի Հայաստանի ճանապարհներից, ինչու արձագանք չկա միջև հիմա ձեզ։ Դե տեսեք իրենք այսպես թե այնպես այդ ճանապարհը ունեն։ Իրենք այսպես թե այնպես հարմար ճանապարհներ ունեն, բայց ես վստահ եմ, որ ինչ որ փուլում իրենք օգտվելու են։ Իրենք շարունակում են բավականին երկար եւ ծախսատար ճանապարհներից օգտվել։ Բայց Հայաստանի առաջարկը չընդունել, ինչու։ Ես ենթադրում եմ, որ սպասում են ամբողջական կարգավորմանը, որից հետո նոր Այսինքն ինչ որ ռիսկեր են տեսնում, չեմ կարծում, մտահոգություն բացարձակ ես չեմ տեսնում, պարզապես մոտեցման խնդիր է։ Մենք իրենք կարծում են, որ պետք է ամեն ինչ ավարտելու միանգամից, մենք կարծում ենք, որ կարելի է զուգահեռ անել։ Իսկ Եվրամիության հետ որ քննադատել են իրենք այդ Հայաստան Եվրամիություն, այսպես այդ հռչակագրում։ Դե հասկացա ինչ է, ԱԳՆ-ի հետ քննարկելի քարտը ես չեմ կարծում, որ մեր մասով որևէ խոչընդոտ կա։ Չէ, ուզում ասեմ, դա չի խանգարելու իրենք, այսինքն ինչ որ պատճառներ են բռնում չստորագրելու։ Ես կարծում եմ, որ այդպիսի պատճառի առիթ դա վստահաբար չի կարող լինել։ Պարոն Պապոյան, հիմա այս ճանապարհով բեռը երբ որ գալիս է, երկու անգամ արդեն եկել են տարբեր բեռնատարներ։ Հիմա շահավետության առումով ինչ փոխվեց, այսինքն նախորդ երթուղին այս երթուղին։ Լավ հարց եք տալիս, որովհետև ուրեմն մի այսպիսի հարց տամ ձեզ, իրավիճակ նկարագրեմ։ Ուրեմն նախորդ տարի այս ժամանակ ես նայում եմ ինվոյսները 190-ից $200 էինք Ռուսաստանից սահմանին ստացել ուրեմն բեռնափոխադրումով ցորենը։ Այսօր գները 275-ը ցորենի։ Այսինքն ինքը ուղղակի գինը փոխվել է, գինը բարձրացել է։ Հիմա սա կարա օրինակ նպաստի, որ ավելի արագ ստանանք, ավելի անխափան ստանանք, 10 կամ $20 օրինակ ավելի էժան ստանանք։ Այո, բայց ես ուզում եմ ասել այլ գործոնները ավելի շատ են ազդում։ Մենք ստեղ կարող է այս եղանակով $20 գինի իջացնենք, բայց տեսեք այն մի տարբերակում մինչև $85 ինքը, ասենք,
բանը գինը բարձրացել է, որովհետև տեղում անցած տարի բերքը շատ ա եղել, ուրեմն գները ավելի ցածր են, այս տարի բերքը ավելի քիչ է եւ գները բնականաբար բարձրանում են։ Այսինքն ուզում եմ ասեմ, կարող ենք ակնկալել տեսականորեն, որ ավելի արագ կլինի, այո, որտեղ դա ավելի արագ է, հերթերը պակասում են։ Կարող ենք ակնկալել, որ ավելի էժան կլինի, այո, ավելի էժան կլինի, բայց դա հիմա հաջորդ տրամաբանական հարցը կլինի։ Բայց այդ դեպքում հացի գնի վրա ինչքան է ազդելու, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև նորից մի հատ ուրիշ օրինակ բերեմ։ Այո, կամ եթե բայց բարձրացել է գինը, կամ հիմա այսօր կուրսը ռուբլու 5 է, չէ՞։ Հիմա եթե վաղը դարձավ 6։ Ավտոմատ բարձրանալու է, կամ վաղը դարձավ 4։ Ավտոմատ իջնելու է, բայց դա իհարկե, եթե դուք առնում եք օրինակ պայմանական ինչ-որ բանը 4 ռուբլով, կամ լավ 1 ռուբլով, մի դեպքում եք 1 ռուբլու համար վճարում եք 4 դրամ, մի դեպքում վճարում եք 5 դրամ, մի դեպքում վճարում եք 6 դրամ։ Այսինքն այնքան շատ գործոններ է ազդում, որ նույնի կերպ հիմա կարող է հասը մեկ այլ գործոնի պատճառով գինը իջնի, բայց սխալ կլինի, պնդում է, ես ասեմ, այ տեսեք, դա միայն երկաթուղու շնորհքներ։ Այնքան բազմաթիվ գործոններ կա։ Իսկ մարդիկ ոնց են դա զգալու, այդ փոփոխությունը, մարդիկ քաղաքացիները ոնց են զգալու, այդ ոնց ասում եք դա ապաշրջացած։ Էս ասեցի, պայմանային անվտանգություն կա, ընդհանուր առմամբ գների էժանացման վրա էթնիկ գործոնով դրական ազդեցություն, արագություններ, բեռնափոխադրումների։ Հիմա օրինակ, մենք դեպք ենք ունեցել, Լարսը փակվել է, որովհետև ջնաբուկ կամ սելավ։ Մենք ինչ ենք անում, գնում ենք մեր պահուստային ցորենը, սկսում ենք օգտագործել։ Հակառակ դեպքում երկրում հաց չի լինի։ Դրա համար մենք ունենք պահուստային միջոց։ Հիմա այդ դեպքում մենք այդ պահուստիներ չենք գնալ, բա որ լավ ամսով չվերանորոգեն, ինչ ենք ունենալու։ Հիմա այդ դեպքում փակվեց, այլ ընտրանքային ճանապարհ կա։ Էսա, այսինքն այդ այնքան բազմաշերտ հարց է տալիս, որ բազմաթիվ գործոններ դրա վրա ազդում են։